Անցած անգամ մի հատ հավասարություն ենք ստացել, մի հատ նույնություն ենք ստացել, որ 1/2 գումարած կոսինուս է, կոսինուսը գտեմ, գումարած կոսինուսը ընտեղ ցույց ենք տվել, որ սա հավասար է հետևյալ կոտորակին, հիմա սրանից օգտվելով կստանանք Ֆուրիերի շարքի մասնակի գումարների ինչ-որ տեսք, որը հետագայում օգտակար կլինի ցույց տալուց, որ Ֆուրիերի շարքի մասնակի գումարները ինչ-որ պայմանների դեպքում ձգտում են ֆունկցիային, հա? Եթե x-ը Ֆուրիերի շարքի n-րդ մասնակի գումարն է, այսինքն SN-ը գումար A0 գումարած A1-ից N բակա կոսինուս KX բետա սինուս KX որտեղ F-ը 2π պարբերական ինտեգրալի ֆունկցիա է։ Պարբերություն։ Ապա հետևյալ տեսքով կարող ենք ներկայացնել Այս կոտորակին անվանում են Դիրիխլեի կորիզ, հա, այս էլ ոնց որ Դիրիխլեի ինտեգրալ են անվանում։ Հիմա փորձենք այս հա, այս կոտորակին Դիրիխլեի կորիզ այս էլ Դիրիխլեի ինտեգրալ։ Հիմա պատուցը բերելու համար ուղղուտ սահմանումից օգտվենք SN x0-ն, հա, մեր մոտ ինչի է հավասար A0 կես գումարած կան 1-ից N AK կոսինուս K x0 գումարած BK սինուս K x0 Մի հատ էլ հիմա հիշեցնենք A0-ն, AK-ն ու BK-ն ինչերն էին, այն որ այս F ֆունկցիայի Ֆուրիերի շարքն է, այս իր Ֆուրիերի գործակիցներն են, որ տրվում են այն 1/3, հա, F անգամ կոսինուս KX կամ 1/3 F անգամ սինուս KX
ֆունկցիաների ինտեգրալների միջոցով, հա, այսինքն այստեղ ունենում ենք 1/2 ինտեգրալ մինուս p-ից p fx dx, հա, ու կոսինուս 0x-ը այդ պարզապես մեկն է, որ գրված չի այստեղ, ու գումարած կամ 1-ից n, այստեղ, նո 1/3 այստեղ բացեմ թողը, 1/3 ինտեգրալ մինուս p-ից p fx nav եկեք okay nav fx cosinus kx dx որը բազում պատկած է cosinus kx0-ով նավել 1/3 minus p-ից p fx sinus kx dx ինչն էլ դի բազում պատկենք sinus kx0-ով ու քանի որ այստեղ վերջավոր գումարը կարող ենք ինտեգրալի ու գումարի տեղերը փոխել, հա, այսինքն այստեղ ինտեգրալը դրսում գրել ու 1/3 գործակիցը եւս կարող ենք ընդհանուր հանել բոլոր տեղերից ինչպես նաեւ այս սրանք, հա, մեր մոտ ներկայացնում են հաստատումներ, կարող ենք ինտեգրալի տակ տանենք։ Լավ, եկեք այսքանը անենք, նա տեսնենք ինչա ստացվում։ fx-ը որ ընդհանուր անենք, նա տեսնենք ստեղ ինչ ենք ունենում։ Ստեղ մի հատ 1/2 է մնում, չէ՞։ Հետո գումար կան 1-ից n ունենում ենք cosinus kx անգամ cosinus kx0 Ատել գումարած sinus kx sinus kx0 ու dx Իհարկե այստեղ կարող ենք նկատել, որ ինչ ունենք Այս պարզապես կոսինուս ալֆա մինուս բետա բանաձևով կարող ենք գրել, որ այս գումարը կոսինուս ինչն է։ Kx մինուս kx0-ն է, հա։ Fx անգամ 1/2 գումարած կոսինուս kx մինուս kx0-ն նույնն է թե k անգամ x մինուս x0 Շատ լավ Իհարկե հիմա այս գումարի փոխարեն այնտեղ հենց փաստորեն 1/2 գումարած կոսինուս ինչ որ անկյուն, հետո կոսինուս կրկնակի անկյուն, եռանկյա անկյուն, մինչև n-ակի, հա Դա նույնն է թե ուրեմն լեմայի հավասարությունից որ օգտվենք, այդ նույնությունից որ օգտվենք, ունենանք fx անգամ sinus n plus 1/2 անգամ բաժանած 2 sinus x minus x0 կիսած, հա? Դե, շատ լավ, ստեղ մենք գիտենք, որ f-ը 2p պարբերություն ունի, այս ֆունկցիան, որը հանդիսանում էր են կոսինուսների գումարը ու հաստատում, էլի 2p պարբերություն ունի, այսինքն կարող ենք Ստեղ մինուս p-ից p հատվածը կամայական 2p երկարությամբ այլ հատվածով փոխարինել Այսօր պարբերությունը 2p է, այսինքն արտադրյալն էլ է արտադրյալի համար էլ 2p-ին պարբերություն է ու կարող ենք կամայական այլ հատվածով փոխարինել 2p երկարությամբ, փոխարինենք
x0 հանած p, x0 գումարած p հատվածով։ Հիմա մնում է փոփոխականի փոխարինում անենք, նո այնտեղ նկատենք, որ այն բանաձևում, որ ուզում ենք 0-ից p ու երկու հատ գումար լինի, հա։ Հիմա կարող ենք այդ երկու հատ գումարելի առաջանալու համար հարկավոր է մի հատ x մինուս x0-ն okay, մի հատ x մինուս x0-ն տեով նշանակենք Մնա x մինուս x0-ն տեով նշանակենք, ստացվի 1/3 ինտեգրալ մինուս p-ից p, հա, որտեվ սրանից հանենք x0, այն նրանից հանենք x0, կստացվի մինուս p և p համապատասխանաբար Ստեղ կունենանք և x-ի փոխարեն արդեն ունենք x0 պլյուս 10 բազում պատկած սինուս n պլյուս 1 երկրորդ t ու բաժանած 2 սինուս t կես Հիմա dx պիտի գրենք, x-ը x0 պլյուս 10-ը dx թե dt տարբերություն չկա, հաստատունով են տարբերվում Համարյա թե այն ինտեգրալն է, ինչը որ ուզում էինք, հիմա սա էլ, որ արդեն մի հատ գրենք 1/3 մի հատ 0-ից p, մի հատ էլ մինուս p-ից 0 Այդ 0-ից p-ն տալիս է մեր ունեցած այն առաջին կտորը Հիմա այն մինուս p-ից 0-ն էլ այնպես պիտի անենք, որ երկրորդ կտորը ստացվի Ինչ անենք, որ երկրորդ կտորը ստացվի Այսինքն Փոփոխականի փոխարինում անենք, ինչ փոփոխականի փոխարինում անենք Դե փոխարին մինուս t, շատ լավ Երկրորդ ինտեգրալում, հա, ինտեգրալում t-ի փոխարեն մինուս t Փոփոխականի փոխարինում անենք, ստանանք ինչ, 1/3 առաջին ինտեգրալը ոնց կա տենց թողում ենք, 0-ից p f(x0 պլյուս t) անգամ սինուս n պլյուս 1 երկրորդ t սաշանած 2 սինուս t կես Երկրորդ ինտեգրալը ինչ էր մեր մոտ մինուս p-ից 0-ն էր, մինուս p-ից 0-ն արդեն մինուս p-ն կհամապատասխանի p-ին 0-ն կմնա 0 f հիմա x0 պլյուս t-ի փոխարեն հանդես կգա մինուս t Սինուս n պլյուս 1 երկրորդը պետք է բազում պատկենք մինուս t-ով ու 2 սինուս մինուս t կես մի հատ էլ d ինչ պետք է գրենք մինուս t Շատ լավ, դե, այստեղ մնում է ինչ անցենք,
Տեսնում եք, որ սինուսը կենտ է, թե համարիչում, թե հայտարարում մինուսը դուրս կգա։ Այս դերի տակ գտնվող մինուսը կարող ենք տալ այս սահմանները շրջելուն, այսինքն ունենանք 1/3 ինտեգրալ մի հատ 0-ից pi fx0 plus t անգամ դիրիխլեի կորիզը մի հատ էլ ստեղ արդեն սահմանները շրջեցինք fx0 minus t-ն էլի բազմապատկված կլինի դիրիխլեի կորիզով Իհարկե, այս էլ կարող ենք որպես մի ընդհանուր ինտեգրալ գրենք, դիրիխլեի կորիզն էլ ընդհանուր որ հանենք, կմնա fx0 plus t մարած fx0 minus t Այն հավասարությունը, որ ուզում էինք ստանանք, այն 7 մասնակի գումարի համար, Ֆուրիեի շարքի, ստացանք։ Հիմա արդեն սրա օգնությամբ հետագայում որոշ հատկություններ կստանանք։ Limani Lehmann. Եթե F-ն ինտեգրելի է մինուս pp հատվածի վրա ապա պարզվում է, որ իրականում լավ, ստեղ կարանք AB հատվածի վրա գրենք մինուս pp-ն կարևոր չի ինչքան էլ որ տեղ ենք իրարել AB հատվածի վրա F-t անգամ կոսինուս լամբդա t-ի ինտեգրալը լամբդան պլյուս անվերջի ձգտելիս ունի սահման, ինչպես նաև նույն սահման ունի F-t անգամ սինուս լամբդա t-երի ինտեգրալը լամբդան պլյուս անվերջի ձգտելիս այստեղ ոնց էր լամբդան որ պլյուս անվերջի եք ձգտեցնում իրանց Պարբերությունները գնալով փոքրանում են, ու գնալով սենց ավելի շատ այս կոսինուս լամբդա t ու սինուս լամբդա t-ն տատանվում են, այս AB հատվածում էլ անընդհատ սենց մինուս 1-ի 1-ի մեջ տատանվելու են։ Ինչ է կարծում ես ինտեգրալները ինչի պիտի ձգտեն, որ անընդհատ պլյուս մինուս է լինում։ 0 է ձգտելու, որտեղ ոնց որ սա պարզապես իրար ուտելու է։ Սա ենք ապացուցելու ինտեգրելի ֆունկցիաների համար։ Ձեր սենց պնդումը ինտեգրելի ֆունկցիայի համար ապացուցելու համար, օրինակ կարող եք մտածեիք, որ հեշտ դեպքից սկսել ապացուցել հաստատուն, մի քիչ ավելի բարդացնենք այդ հաստատունի ինչ տեսակ նայենք, որ ինտեգրելիներին մոտիկ են ինչ-որ իմաստով հաստատումը ոնց ընդհանրացնենք, որ ինտեգրելիներին ինչքան ուզես մոտիկ լինի, էլի։
Չէ, ոնց որ փորձելը լավ բան է, պետք է փորձել։ Ուրիշ լամդայի քարանքան։ Ոնց որ եթե ինչ-որ հատվածի վրա է հաստատում, կարող եք ոչ թե ամբողջական հատվածի վրա ուզենայիք, որ հաստատում լիներ, այլ կտոր առ կտոր հաստատում լիներ, հա, ու տենց ոնց որ բավականաչափ մոտիկ կարող եք գտնվել կամարական ինտեգրելի ֆունկցիայի, հա, ինչ-որ իմաստով։ Հիմա ըստ էության դա ենք անելու։ Նախ ցույց տանք այն դեպքում այն դեպքում, երբ F-ը կտոր առ կտոր հաստատում է։ Ինչ է, այսինքն գոյություն ունեն ինչ-որ AB հատվածի տրահում կա, հա, սարա x0, փոքր x1, փոքր x-ն, որ B, այնպես որ մեր ֆունկցիան հավասար է ինչ-որ CI, ինչ-որ հաստատ ունի, երբ որ x-ը պատկանում է x-ի plus 1, հա, իհարկե կարող ենք այդ ծայրակետերում արժեքները բաց թողել, որովհետև դրանք ինտեգրալի համար հեչ կարևոր չեն, հա։ Ինչպես։ Ամբողջ մաս ֆունկցիան, ամբողջ մաս x-ը կտոր առ կտոր հաստատն է։ Այսինքն հիմա եթե ունեք ինչ-որ մի հատ անընդհատ ֆունկցիա, դուք կարող եք այս հատվածը ոնց լիքը մանր մասերի բաժանել ու դրա շնորհիվ արդեն եթե այս կտոր առ կտոր հաստատում ֆունկցիան վերցնեք, բավականին մոտիկ կլինի ինչ-որ իմաստով այն սկզբնական ֆունկցիային։ Հիմա ոնց որ այդ ֆունկցիաների համար ենք ուզում համոզվենք, հետո ինտեգրալների համար կհամոզվենք, հետո եւս մի քիչ կնդայինենք այդ դասը։ Հա, հիմա ինչ ենք ունենալու, ասենք առաջին հավասարությունը ցույց տանք, նույն կերպ երկրորդ հավասարությունն է ցույց տրվելու։ Ինտեգրալ a-ից b f t կոսինուս լամդա t dt։ Այդ ինչն է։ Պետք է պարզապես արդեն տրվենք այդ հատվածների ու ամեն հատվածի վրա դիտարկենք, այդ ֆունկցիան փոխարինենք այդ c-ի հաստատունով, այսինքն ունենալու ենք, չգիտեմ, x0-ից x1 ֆունկցիա ինտեգրալ, որտեղ մեր մոտ c0-ն է, ահա, կոսինուս լամդա t dt, հետո x1-ից x2, այստեղ c1, հա։ Ինչպես։ Հա, այսին ինդեքսում է։ Դե ամեն մի հատվածի վրա, երրորդ հատվածի վրա ինչ որ արժեքն է, c-ի արժեքն է ընդունում։ Ու այդպես, ասենք վերջին հատվածի վրա, xn-1 x-ի վրա, c ինչ արժեքն է ընդունում։ c n-1, հա, կոսինուս լամդա t dt։ Դե այս ինչեր են, պարզապես կոսինուսը հարկավոր է ինտեգրել ինչ-որ տարբեր հատվածներով, ինչ կարող ենք անել։
C0 անգամ ստեղ ունենալու ենք ինչա սինուս լամդա տեն բաժանած լամդայի վրա, հա, h-ը x0-ից x1, հետո c1-ը բազում պատկած նույն ֆունկցիայի, արդեն h-ով x1-ից x2 ու cn-1-ը բազում պատկած, էլի նույն ֆունկցիայի h-ով, արդեն հիմա xn-1, xn հատվածով, ու կարող ենք իհարկե ընդհանուր հանել 1 լամդայորդը, հա, ու 1 լամդայորդը, որ ընդհանուր հանենք, ինչ ա լինելու C0 անգամ սինուս լամդա x1 հանած սինուս լամդա x0, հետո C1 անգամ սինուս լամդա x2 հանած սինուս լամդա x1 ու cn-1 անգամ սինուս լամդա xn հանած սինուս լամդա xn-1 Այս պետք էր ցույց տալ, որ այս ինտեգրալը ձգտում է 0-ի, եկեք այս ինտեգրալի մոդուլը գնահատենք։ Հա, ինտեգրալ a-ից b ft կոսինուս լամդա t dt։ Ну, գնահատելու ենք իհարկե ներքևից, վերևից ենք, հա, գնահատելու, որ ցույց տանք, որ փոքր մի բանից, որը ձգտում է 0-ի, հա։ 1 լամդայորդը կարող ենք դրսում գրել, հիմա ինչ ենք ունենալու, ստեղ ունենալու ենք մոդուլ C0 անգամ սրա մոդուլն ու կարող ենք եռանկյան անհավասարությունից օգտվենք, հա, մոդուլը մտցնենք ներս, ամեն մի գումարելու վրա դնենք այդ ժամանակ մոդուլը, այդ գումարը կմեծանա, հա, սինուս լամդա x1 հանած սինուս լամդա x0 հետո գումարած մոդուլ C1 անգամ սինուս լամդա x2 հանած սինուս լամդա x1 ու cn-1 մոդուլը բազում պատկած այս վերջին տարբերության մոդուլով, հա։ Իհարկե, ստեղ էլ կարող ենք նկատենք, որ այս յուրաքանչյուր տարբերության մոդուլը չի գերազանցում իրականում ինչպես Այսի ամեն մեկը մեկից է փոքր կանոնսար, թե ինչից է փոքր կանոնսար։ Հա, երկուսից է, մոդուլների գումարը այս մոդուլ a-b-ն կարող են գրել փոքր կանոնսարը մոդուլ a գումարած մոդուլ -b, որն էլ յուրաքանչյուրը փոքր հավասար 1, այսինքն կստանանք 1 լամդայորդ, հա, երկուսն էլ հանենք դուրս, մոդուլ C0, մած մոդուլ C1, մած մոդուլ cn-1։ Դե սա էլ ձգտում է 0-ի, երբ որ լամդան ձգտում է անվերջության։ Այսինքն ստեղից կստանանք, որ են մեր ինտեգրալն է a-ից b ft կոսինուս լամդա տեն էլի ձգտելու է 0-ի։ Իհարկե նույն կերպ կարող ենք ցույց տալ, որ ft սինուս լամդա t-ի ինտեգրալը եւս կձգտի 0-ի։ Այս հլվոր ապացուցեցինք այն դեպքում, երբ որ f-ը կտոր առ կտոր հաստատուն է, հա։ Հիմա նայենք այն դեպքը, երբ որ f-ն ինտեգրելի է։
Այժմ դիտարկենք այն դեպքը, երբ f-ն ինտեգրելի է։ Աբերի վրա։ Այդ ինչ էր նշանակում։ Այդ նշանակում էր, որ այս դեպքում գիտենք, որ կամայական էպսիլոն դրական թվի համար, հա, գոյություն ունի մի հատ տրոհում, գոյություն ունի P տրոհում, այնպես որ գումար in 0-ից n-1 m-ի հանած փոքրատառ m-ի անգամ դելտա x-ին փոքր էպսիլոնից, որտեղ մեծատառ m-ին ով է, փոքրատառ m-ին ով է։ Սուպրեմումն է մեր ֆունկցիայի որ հատվածով x-ի պլյուս 1, ոստեղ որ քանի որ 0-ից եմ սկսել, դրա համար x-ի պլյուս 1, փոքրատառ m-ին էլ ինֆիմումն է նույն ֆունկցիայի նույն հատվածով x-ի պլյուս 1։ Համ, բարի, հիմա ասենք J-X-ով եթե նշանակենք այս մեր ասենք AB հատվածն է, ինչ-որ մանր մասերի տրվեցինք, այս սուպրեմումն ու ինֆիմումը դիտարկեցինք, հիմա կարող ենք ասենք որպես այդ կտոր առ կտոր հաստատուն ֆունկցիա դիտարկել օրինակ ինֆիմումներով այդ սարքած ֆունկցիան կամ սուպրեմումներով, հա, տարբերություն չկա։ Դիտարկենք J-X-ը հավասար է m-ի երբ x-ը պատկանում է x-ի պլյուս 1, հա։ Ոստեղ իհարկե in փոխվում է 0-ից մինչև n-1, հա։ Կտոր առ կտոր հաստատուն ֆունկցիան։ Հիմա ինչ ենք ունենալու։ Մեզ հետաքրքիր էր ինտեգրալ a-ից b ft կոսինուս լամդա t-ն։ Այս ուզում ենք ցույց տանք, որ ձգտում է 0-ի։ Հա, կարանք երկու կողմից գնահատենք, կարանք պարզապես ինչ ասենք, եթե սրա մոդուլը ուզում ենք գնահատել։ Նախ եւ առաջ կգնահատենք ինչով։ Ինչ մի հատ գումար ենք հանենք, որի մասին, որ ինչ-որ ինֆորմացիա ունենք։ Օրինակ, որ նմանատիպ ինտեգրալը գիտենք, որ ձգտում է 0-ի։ Այդ նույն բանը J-ով չէ, որ գրած լինի, J-ն կտոր առ կտոր հաստատունը արդեն դրա ինտեգրալը, դա կոսինուս լամդա t-ով բազում պատկած է, գիտենք, որ ինտեգրալը կձգտի 0-ի։ Հա, այսինքն կարող ենք սա գրել a-b, ինտեգրալ a-ից b,
FT հանած մի հատ ЖT կոսինուս լամդա T ու գումարած սա ճիշտ է ոնց որ գնենք նշանակենք ասենք էսի I1 գումարած I2 ու I2-ը գիտենք արդեն որ 0-ի ձգտում է հիմա էլ I1-ն էլ կտեսնենք որ այս պայմանից բավականաչափ փոքր կարող ենք դարձնել, հա? Կարող ենք նույն ձևով սուպրեմը դիտարկենք։ Իրականում ոնց ասցիր, չէ, եթե կոսինուս լամդա T-ից չես կարող գնահատել, այսինքն վերևից գնահատական միևնույնն է չի ստացվի, որովհետև այս արժեքներն էլ կարող են անընդհատ նշանները փոխել։ Կոսինուս լամդա T-ն էլ այնպես չի, որ դրական է։ Այս FT կոսինուս լամդա T-ին գումարեցինք, հանեցինք ЖT կոսինուս լամդա T-ի ինտեգրալը, ու մի հատ էլ եռանկյան անհավասարությունից օգտվեցինք։ Հիմա I2-ը այս երկրորդ ինտեգրալը գիտենք, որ 0-ի ձգտում է, եթե կամ բավականաչափ փոքր կլինի, եթե լամդան լինի բավականաչափ մեծ, մեզ պետք է հասկանալ, որ սա էլ կարող ենք ինչքան ուզես փոքր սարքել, էլի տեղել ոնց որ կամ էպսիլոնից կամ էպսիլոն ինչ-որ պատիկից փոքր սարքել, որտեղ օգտվելու ենք այս անհավասարությունից, սրանով աստղանիշ տնենք, հա։ Այս հիմա I1-ը, որը որ մոդուլ ինտեգրալ A-ից B FT հանած ЖT կոսինուս լամդա T-ն է։ Նախ իհարկե կարող ենք մոդուլը մտցնել ներս, հա, ինտեգրալ A-ից B FT հանած ЖT Սա էլ իր հերթին կարող ենք մոդուլ կոսինուս լամդա T-ն գնահատենք մեկով, հա։ Այս էլ կարող ենք հիմա գրել, հələ պարզապես գրենք էսի ինչ է ներկայացնում, էսի գումարն է, չէ, ինտեգրալները պետք է վերցնենք այդ x-ի պլյուս 1 հատվածներով, որտեղ ին փոխվում է 0-ից n-1, ու ամեն մի այդ հատվածի վրա ЖT-ն ներկայացնում է մեր ֆունկցիայի ինֆիմումը, չէ, այդ փոքրատառ m-ին։ Հիմա այս տարբերությունը իհարկե կարող ենք նաև նկատել, որ այս տարբերությունը ինչպիսին է։ Դրական է, հա, ու ամենաշատն էլ ինչքան կարող է դառնալ։ Մեծատառ m-ի, հա, հանած փոքրատառ m-ի։ Այս փոքրը հավասար լինելու գումար 0-ից n-1 ինտեգրալ x-ից x-ի պլյուս 1 մեծատառ m-ի հանած փոքրատառ m-ին ինտեգրած։ Իսկ այս հաստատունի ինտեգրալը ինչ-որ հատվածով, այդ հաստատումն է բազմապատկած հատվածի երկարությամբ։ M-ի հանած փոքրատառ m-ի անգամ դելտա x-ի։ Սա էլ համաձայն աստղանիշի փոքր էպսիլոնից։ Դե հիմա քանի որ
երկուսը ձգտում են 0-ի, երբ որ լյամդան ձգտում է անվերցության, հետևաբար գոյություն ունի ինչ-որ մի հատ թիվ, հա, դելտա, այնպես որ հենց լյամդան մեծ է դելտայից, այդտեղից բխում է, որ երկուսն էլ փոքր է լինելու էպսիլոնից։ Դե տեսանք, որ i1-ը էպսիլոնից փոքր է, երկուսը բավականաչափ մեծ լյամդաների համար է փոքր լինելու էպսիլոնից։ Հա, հետևաբար կամայական էպսիլոն դրական թվի ստացանք, որ գոյություն ունի ինչ-որ դելտա դրական թիվ, որ հենց լյամդան մեծ է դելտայից, այդտեղից բխում է, որ այն մեզ հետաքրքրող ինտեգրալը որը փոքր էր հավասար i1 գումարած 2-ից, փոքր կլինի 2 էպսիլոնից։ Այսինքն, պարզապես սա նշանակում է, որ ինտեգրալը ձգտում է 0-ի։ Հա։ Այս ապացուցեցինք այն դեպքում, երբ որ մեր ֆունկցիան Ռիմանի իմաստով ինտեգրելի է այդ AB հատվածում։ Բայց ոնց որ այս նույնը տեղի ունի նաև այն դեպքում, երբ որ բացարձակ ինտեգրելի է անիսկական իմաստով։ Հիմա դա էլ մի հատ կաբելացնենք։ Ստեղ հատվածի վրա ենք նայում, հաճա այն, որ ասում է անիսկական, հեսա լավ գրեմ, տողություն, Իմանի լեման ճշմարիտ է նաև այն դեպքում, երբ F-ը բացարձակ ինտեգրելի է AB-ի վրա անիսկական իմաստով։ Այսին ինտեգրալ AX B մոդուլ fx dx-ը զուգամետ է։ Այսին կարող է մի քանի եզակիություն ունենալ, հա, վերջավորատ եզակիություն ունենալ ու մոդուլի ինտեգրալը մեկա բոլոր եզակիությունների մոտ զուգամետ է։ Այստեղ հիմա կդիտարկենք այն պարզ դեպքը, երբ որ ընդամենը մի եզակիություն ունի, որը ասենք ծայրակետերից ինչ-որ մեկն է, օրինակ անա, բայց նույն բանը կարելի է բնականաբար անել մի քանի եզակիության համար, ընդամենը պետք է AB հատվածը տրոհենք մի քանի հատվածների, որոնցից արդեն յուրաքանչյուրը մենակ մի եզակիության կետ ունենա, ընդ որում էդ էլ հանդիսանա էլի ծայրակետը։ Դարկենք այն դեպքը, երբ F-ը ունի մի եզակիության կետ, հա, այս ինտեգրալն ունի մեկ եզակիության կետ և այն A կետն է։ Հիմա այսին
I մոտ կարող է մեր ֆունկցիան անսահմանափակ լինել, բայց բնականաբար ոնց որ կամայական այստեղ եթե a + դելտա նայենք, a + դելտայից արդեն b հատվածում կամ չգիտեմ մենք սովորաբար ինչ ենք գրում, ինչ որ c ենք գրում, հա։ Այս cb հատվածում պետք է մեր ֆունկցիան լինի ինտեգրելի, հա։ Շատ լավ։ Բարի։ Հիմա ինչ անենք, որպեսզի էլի ցույց տանք, որ ինտեգրալը a-ից b հետ ft կոսինուս լամդա t-ն ձգտելու է 0-ի։ Ըստ էության, այո։ Ունենք, որ կամայական c-ի համար AB-ից f ինտեգրելի է արդեն Ռիմանի իմաստով որ հատվածում c-ից cb հատվածի վրա, հա։ Ոստի համաձայն Ռիմանի լեմմայի որտեղից որտեղ ինտեգրալ f-ը արդեն c-ից b, ահա, այս կոսինուս լամդա t dt-ն կձգտի 0-ի, երբ որ լամդան ձգտում է պլյուս անվերցյան։ Շատ լավ։ Հիմա ինչ ենք անում։ Ինչպես։ Ըստ էության էդ էլ անելու ենք։ Հիմա քանի որ այս a-ից b այս ինտեգրալը զուգամետ է, հետևաբար եթե դիտարկենք a-ից c ինտեգրալները այս ֆունկցիայի սրանք ոչ միայն կլինեն զուգամետ, այլ եթե c-ն ձգտեցնենք a-ին, այդ կձգտի 0-ի, ճիշտ է։ Որտեղ մնացած c-ից b ինտեգրալը ձգտելու է a-ից b ինտեգրալին։ Ոստի այս հիմա արդեն նայելու ենք a-ից c ft կոսինուս լամդա t-ն դրա մոդուլը եթե դիտարկենք, դրա մոդուլը ինչ է լինելու։ Մոդուլը ներս կանենք c-ից b, կներեք a-ից c մոդուլը ft կոսինուս լամդա t-ի մոդուլ դետը ինչն էլ իր հերթին փոքր է հավասար լինելու պարզապես կոսինուսը 1-ով եթե գնահատենք մոդուլ ft-ի ինտեգրալից ու այսի ձգտում է 0-ի դե որտեղից այս ինտեգրալը a-ից c ft կոսինուս լամդա t dt-ն էլի կձգտի 0-ի, իհարկե ստեղ c-ն a-ի ձգտելիս։ Հիմա մի հատիկ պետք է պարզապես հասկանանք, որն ենք սկզբում անում, որն ենք հետո է անում։ Այդ հերթականությունն էլ ասենք, ստեղ ոնց որ երկու բան են գրել, մի դեպքում լամդան անվերջի ձգտում, մի դեպքում c-ն a-ի ձգտում։
Ոնց որ ի վերջո մեր մոտ ինչն է, ինչի ձգտելու։ Լամդան անվերջա ձգտելու։ Այսինքն նախ որը փոքր դարձնենք, հետո որը փոքր դարձնենք։ Վերևինը թե ներքևինը նախ փոքր դարձնենք։ Այսինքն վերցնենք կամայական էպսիլոն թիվ, հա, սրա անունը 1 դնենք, սրա անունը 2։ Վերցնենք կամայական էպսիլոն դրական թիվ։ Հիմա ասեք տեսնենք ինչ պետք է անենք։ Գոյությունից է AB-ից, հա, այնպես որ այս այս է FT կոսինուս լամդա T դետեն այս ասենք փոքր է էպսիլոն կեսից ոստեղ համաձայն 2-ի հիմա արդեն այդ ֆիքսած C-ի համար այդ ստացված C-ի համար ֆիքսենք C-ն եւ այդ ֆիքսած C-ի համար ես գիտենք ես որ ինտեգրալը ձգտում է 0-ի համաձայն 1-ի համաձայն 1-ի ինտեգրալ այս գոյությունի մի հատ դելտա, այնպես որ հենց լամդան մեծա դելտայից ինտեգրալ C-ից B FT կոսինուս լամդա T DT-ի մոդուլը դառնում է փոքր էպսիլոն կեսից։ Հիմա արդեն մնում է ընդամենը ասենք գումարի ինտեգրալը հետևաբար կամայական էպսիլոնի համար ստացանք, որ գոյություն ունի ինչ-որ դելտա թիվ, այնպես որ հենց լամդան մեծա դելտա, այդտեղից բխում է, որ այն սկզբնական ինտեգրալը, որ ուզում էինք գնահատեինք, որը փոքր է հավասար այս C ու C-ից B ինտեգրալների մոդուլի գումարից, հետ էլ փոքր է լինելու էպսիլոն կես գումարած էպսիլոն կես, էպսիլոնից փոքր է լինելու։ Ստացանք այն ինչ որ մեզ հարկավոր էր, հա։ Հա։ Այսինքն Ռիմանի լեման ոչ միայն ինտեգրելի ֆունկցիաների համար տեղի ունի, այլ նաև բացարձակ ինտեգրելի թեկուզ եւ անիսկական իմաստով։ Այստեղ մի հատ էլ հետևանք ձևակերպենք։ Եթե f-ը ինտեգրելի է մինուս p-ից p հատվածում, ապա նրա ֆուրիեի գործակիցները ձգտում են 0-ի։ A-ական էլ, B-ական էլ ձգտում են 0-ի։ Ինչի, որտև ինչ է, իրոք, A-ական հետիով է 1p-երորդ, ինտեգրալ մինուս p-ից p, fx, կոսինուս kx dx-ն է,
ոնց որ լամդայի տեղը արդեն բնական արժեքներով են գնում, ու սա եւս կձգտի 0-ի։ Նույն ձևով էլ B-կան։ Լոկալիզացիայի սկզբունքը լոկալիզացիայի սկզբունքը հետևյալն է, որ եթե ինտեգրելի է -p-ից p-ում, որպեսզի Ֆուրիեի շարք կարողանանք դիտարկենք, այդ ինտեգրելիությունը անհրաժեշտ է, հա։ Ապա x0 կետում f-ի Ֆուրիեի շարքի զուգամիտությունը կախված է f ֆունկցիայի x0-ի կամայական փոքր շրջակայքում ընդունած արժեքներից։ Այսինքն ինչ ենք ասում, որ եթե այս x0-ն է, հիմա այս x0-ի շրջակայքում ֆունկցիան ինչ արժեքներ կընդունի, այսինքն ոնց որ այդ շրջակայքից դուրս ինքը իրան ոնց է պահում, այդ ոչ մի ազդեցություն չի ունենալու Ֆուրիեի շարքը կզուգամիտի, թե կտարամիտի։ Այսինքն եթե մի ֆունկցիա ունեք, որ մի ձևով այս ինչ-որ փոքր շրջակայքում երկու ֆունկցիա եթե համընկնում են, դրանից դուրս կապ չունի այդ ֆունկցիաները ինչպիսի վարք ունեն, միայն թե ինտեգրալի լինեն, իրանց երկուսի էլ Ֆուրիեի շարքերը կամ միաժամանակ զուգամիտելու են, կամ տարամիտելու են, հա։ Դա մի հատ ֆիքսենք ու համոզվենք, հա։ Եթե f(x)-ը հավասար է gx x0-ի ինչ-որ շրջակայքում, դելտան հեշտ կարևոր չի, ինչքան փոքր է, ապա f-ի և g-ի Ֆուրիեի շարքերը զուգամիտում են միաժամանակ։ Չէ, x0-ում կամայական է։
ստեղ ինչ է ուզում ասի, ասում է, որ եթե այդ f ֆունկցիայի Ֆուրիեի շարքն ես նայում, այդ Ֆուրիեի շարքը հիմա ուզում ես հասկանաս x0 կետում զուգամետ է թե տարամետ է, ինչ որ մի կետում ուզում ես հասկանաս զուգամետ է թե տարամետ է, այդ ժամանակ կարևոր է այդ կետի շրջակայքում ֆունկցիայի ընդունած արժեքները, այլ ոչ թե դրանից դուրս ընդունած արժեքները։ Այսինքն այդ լոկալ հատկությունն է, ոչ թե այն, ասենք, ինչ որ այդ x0 կետից հեռու գտնվող կետերն են ազդելու զուգամության կամ տարածության վրա, այլ x0-ին միայն մոտիկ կետերն են ազդելու այդ շարքերի, Ֆուրիեի շարքերի զուգամետ կամ տարամետ լինելը դրանից է միայն կախված։ Մենք Ֆուրիեի շարքերի մասնակի գումարների ներկայացում ենք, չէ՞ ստացել։ Նախորդիվ ապացուցել ենք, որ ասենք SN fx0-ն f ֆունկցիայի Ֆուրիեի շարքի n-րդ մասնակի գումարն է։ Այդ ինչի է հավասար 1/3 ինտեգրալ 0-ից p fx0 plus t գումարած fx0 minus t բազին պատկացա սինուս n plus 1/3 t բաժանած 2 սինուս t կես լետ է։ Հիմա ստեղ կարող ենք սա գրել, որպես 1/3 մի հատ ինտեգրալը վերցնենք Հիմա եթե ուզում ենք x0-ի դելտա շրջակայքից լինեն այս արժեքները, ինտեգրալը որտեղից որտեղ վերցնենք։ x0-ի դելտա շրջակայքում ենք ուզում արժեքները ներգրաված լինեն։ 0-ից դելտա, չէ՞, որ տեն եթե 0-ից դելտա լինի, այս արգումենտը x0-ից x0 plus դելտա կլինի, այս մյուսն էլ x0-ից x0 minus դելտա կլինի, այսինքն միայն դելտա շրջակայքի արժեքները։ Այստեղ 0-ից դելտա գրեցինք։ fx0 plus t գումարած fx0 minus t անգամ այդ Դիրիխլեի կորից ու մի հատ էլ ինտեգրալ դելտայից p, հա? Շատ լավ։ Հիմա ինչ կարող ենք ասել։ Եկեք, այսին մենք ուզում ենք հասկանանք, որ կարևորը առաջին թե երկրորդ ինտեգրալն է։ Առաջին ինտեգրալն է, իրականում, եթե f-ն ու g-ն համընկնում են այդ դելտա շրջակայքում, այդ դեպքում կարող ենք այստեղ f-ը փոխարինել g-ով, չէ՞, այսինքն այստեղ կարող ենք գրել 1/3 ինտեգրալ 0-ից դելտա g x0 plus t գումարած g x0 minus t անգամ Դիրիխլեի կորից ու արդեն հետո գումարած մի հատ էլ դելտայից p ինտեգրալ իհարկե f-ով կմնա։ Այստեղ, բայց եկեք լավ սենց անենք, էլի։ Այս որ սենց գրել ենք, ստեղ
Կասեք SN J x0-ն ինչի է հավասար լինելու։ Այս նույն ձևով SN J x0-ն նույն բանը ստեղ J-ով չէ գրելու ենք, ամբողջը J-ով են գրելու։ Այսինքն ստեղ J x0 պլյուս T էլի հիմա J x0 մինուս T անգամ նույն Dirichlet-ի կորիզը։ Հիմա եթե դիտարկենք այս երկու Ֆուրիերի շարքերի մասնակի գումարների տարբերությունը, այս առաջին գումարները մեր մոտ կկրճատվեն, որովհետև F-ն ու G-ն իրար հետ համընկնում են, կմնա երկրորդների տարբերությունը x0-ի ինչ-որ շրջակայքում, ստեղ գրել ենք, չէ, fx-ն ու gx-ը x0-ի դելտա շրջակայքում համընկնում են։ Եթե դրանք դելտա շրջակայքում համընկնում են, իսկ t-ի 0-ից դելտա լինելու դեպքում այս x0 պլյուս t ու x0 մինուս t արգումենտները կլինեն x0-ի հենց դելտա շրջակայքից։ Այսինքն սա եւ սա իրար հետ կհամընկնենք, հետեւաբար նաեւ ինտեգրալները իրար հետ կհամընկնեն, հա։ Հետեւաբար օգտվելով fx հավասար է gx այս պայմանից կստանանք, որ S n f x0 հանած SN J x0-ն ինչն է լինելու 1/3 ինտեգրալ այո դելտայից p ու կարող ենք Dirichlet-ի կորիզն էլ ընդհանուր հանել ու մնացածը գրել։ Այսինքն մի հատ պետք է գրեմ fx0 պլյուս t գումարած fx0 մինուս t մի հատ էլ պետք է դրանից հանվի նույն բանը J-ով։ Սեն հանած J x0 պլյուս T հանած J x0 մինուս T ու անգամ Dirichlet-ի կորիզ չէ, պետք է գրենք։ Ու մեր նպատակն է լինելու ցույց տալ, որ այդ ինտեգրալը 0-ի է ձգտում։ Հիմա այդ Dirichlet-ի կորիզը որպեսզի հասկանանք, որ 0-ի է ձգտում։ Ինչ եք կարծում, ինչ պնդում պետք է օգտագործենք։ Ըստ Dirichlet-ի կորիզով բազում պատկած է, որ 0-ի է ձգտում։ Ինչ պնդում պետք է օգտագործենք։ Ռիմանի լեմման պետք է օգտագործենք։ Հիմա Ռիմանի լեմմայի մեջ ընդ անգամ կոսինուս լամդա տեն ու անգամ սինուս լամդա տեն, հա, եթե ինտեգրալի ֆունկցիա կամ ինչ-որ տենց լավ ֆունկցիա բազում պատմում եք կոսինուս լամդա t-ով, սինուս լամդա t-ով ձգտում էր 0-ի։ Հիմա այդ Dirichlet-ի կորիզն էլ ոնց գրեմ, որ տենց հարմար լինի մեր։ Հիմա լավ, որ կտորն է կարևոր, համարիչը թե հայտարարը։ Համարիչը։ Այդ հայտարարը ստեղ դրա համար կգրեմ 2 սինուս t կեսը։ Իսկ մնացած համարիչը սինուս n պլյուս 1 երկրորդն է այստեղ։ Հա, այսինքն այս էլ ոնց որ կգրենք ոնց որ նշանակենք 1/3 ինտեգրալ դելտայից p ինչ որ մեծատառ f-t բաժանած 2 սինուս t կես անգամ սինուս n պլյուս 1 երկրորդ դելտա։ Հիմա մեզ պետք է հասկանալ, որ օրինակ այս ֆունկցիան Ռիմանի իմաստով ինտեգրելի է։ Սա կասեմ։ Որովհետև մենք ինչ գիտենք։ Փոքրատառ f-ի ու փոքրատառ j-ի ինտեգրելիությունը գիտենք։ Հա,
F-ի և G-ի ինտեգրելի լինելուց բխում է, որ ինչն է ինտեգրելի։ Մեծատառ F-ն, հա։ Մեծատառ F-ը, ասենք, ինտեգրելի է օրինակ դելտայից պիում, ստեղ մեզ այդ հետաքրքրում։ Հիմա մի հատ էլ պետք է հասկանանք, որ բաժանենք 2 սինուս կեսի, հելի ինտեգրելի կմնա, ստեղ խնդիրը որտեղ էր լինելու, երբ որ այդ սինուս կեսը 0 դառնա, այսինքն այդ 0-ի մոտ էր լինելու, բայց արդեն 0-ից կտրված ենք, հա։ Մեկը բաժանած 2 սինուս կեսը, նույնիսկ անընդհատ է, հա, դելտայից պիում։ Դելտա պի վրա, հա։ Ուստի ինտեգրելի է և արդեն արտադրյալն է հետևաբար F-ը անգամ մեկը բաժանած 2 սինուս կեսը էլի ինտեգրելի է դելտայից պի վրա։ Հիմա էլ արդեն կարող ենք օգտագործել Ռիմանի լեման ստանանք, որ այդ ինտեգրելի ֆունկցիան, F-ը բաժանած 2 սինուս կեսը, եթե բազի պատկում ենք սինուս ինչ-որ թիվ անգամ տե, որտեղ այդ թիվը ձգտում է անվերցության, այդ ինտեգրալները պետք է ձգտեն 0-ի, այսինքն տեսնում ենք, որ կամ երկուսն էլ պետք է զուգամետ լինեն, կամ երկուսն էլ տարամետ, ավելին տեսնում ենք, որ արժեքն էլ չէ, նույնը կլինի, այսինքն իրանց տարբերությունը ձգտում է 0-ի, կամ երկուսն էլ նույն թվին են ձգտելու, կամ երկուսն էլ տարամետ են լինելու։ Okay. Մենք խնդիրների մասին չհասցրեցինք խոսենք։ Ստացվել էր անելը։ Okay, մի հատիկ խնդիր ասեմ, հաջորդ անգամ քննարկենք։ Այս կոսինուս px-ի Ֆուրիեի շարքը ստանալ որտեղ pen ամբողջ թիվ չի։ Ու դրանից օգտվելով փորձեք ապացուցել, որ մեկը բաժանած սինուս x-ը սենց հետաքրքիր ներկայացում ունի։ Այսինքն համարում եք, որ ֆունկցիան իր Ֆուրիեի շարքին հավասար է, իհարկե այս պայն դեռ այդ չենք ապացուցել, բայց համարում ենք, որ դա հնարավոր է անել ու Պարզվում է սենց մի հատ ներկայացում կա։